Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա իմ հյուրը արցախցի Վազգեն Հայրումյանն է։ Ողջունում եմ ձեզ, պարոն Հայրումյան։ Պարոն Հայրումյան, դուք եղել եք Ղարաբաղյան շարժման ակունքներում, եղել եք նաև մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին, այսինքն դուք այս 30 եւ ավել տարիների ամբողջ պատմության վկաներից մեկն եք։ Եվ հետեւաբար կուզեմ, որ մենք մեր զրույցը սկսենք հենց այդ թվականներից, խնդրեմ, ինչ կասեք, երբ սկսվեց, դուք քանի տարեկան եք, երբ Ղարաբաղյան շարժումը սկսեց, ինչու միացաք շարժմանը, ինչ էիք տեսնում, ընդհանրապես պատմեք դրա մասին։ Ես հիշում եմ 1976 թվականին արդեն գործողություններ էր կատարում, այդ ստորագրություններ էին հավաքում, որ Արցախը պիտի միանար Հայաստանի, մտներ Հայաստանի կազմ, էլի, բայց ոչ մեկը չէր պատկերացնում, որ կարող է լինի պատերազմ, ոնց որ խաղաղ ճանապարհով պիտի Արցախը միանար Հայաստանի, կմտներ Հայաստանի կազմ։ 88 թվականին, փետրվարի 13-ն էր։ Ես իջնում էի Հիմիկ Վազգեն Սարգսյան փողոցով, Բողոկա, ուսումնարանի երեխեքն էին, ոնց որ պլակատներով բարձրանում էին դեպի կենտրոնական հրապարակ ու բարձր միացում Հայաստան։ Դուք քանի տարեկան էիք։ 23 տարեկան էի այն ժամանակ, 22 տարեկան էի։ Ես միացա իրանց ու եկանք հասանք հրապարակ։ Հիմիկ ճիշտ ասում են ամսի 20-ն է, փետրվարի 20-ն էր, բայց փետրվարի 20-ը չէ, 13-ն էր։ Այդ պատմությունը սկսեց աղաղվել այդ հենց այս սկզբի այդ օրներ բանարին, էլի, որովհետև մինչև ամսի 20-ը միացել էին այն ակտիվիստները, այն մարդիկ, ով իսկականից ցավում էին, էլի, բայց այդ որ արդեն պաշտոնյաներ բան, արդեն միացան այդ ամսի 20-ն էր։ Իրանք դրա համար նշեցին, որ փետրվարի 20-ն է եղել, ոչ թե 13-ը, բայց դե մինչև ամսի 20-ը պրոցեսներ ա գնացել են ինձ։ Իսկ թվում է, եթե չեմ սխալում, ահագին այդ ոստիկանները էին բանարել Բաքվից, բանից, էլի, թուրքեր։ Օսմաններ էլի կարելի ասած, ոբշում։ Մինչև ամսի 20-ը եղել են արդեն, դեղ եկա բանը շատ բաներ ա եղել, ոբշում, ոնց ասեմ, բռնություններ բան, տենց մոտորապես էլի հետ։ Ինչի հետ, այսինքն չէին թողնում, որ ժողովրդից կամ արտահայտություն անեն։ Հա, չէին, հա, իրանց ձեռ չէր տալիս, որ բան անեն, էլի։ Մարդիկ իրանց բանը արտահայտվեն։ Դե Արցախը միշտ եղել է հայկական, որ արդեն զգացում էր, որ ճնշումներ ա բանանում, հետո այդ բնակչությունը, այդ ադրբեջան-թուրքական բնակչությունը օրեցօր շատանում էին, հետի զգացվում էր, ոչ թե զգացվում էր, այլ տեսնում էինք։ Հետո մեծ ծրագիրուն երևի իրանք ավելի շուտ բանալ են, հասկացան, որ այդ երգիրը պիտի քանդվի, ու նախորոք ուզում էին բնակեցնեին այդ բաները, թուրքերով էլի։ Արդեն տարի շատ մեծ բաներ անում։ Ադրբեջանցիներով ավելի էր բնակեցվում Ստեփանակերտը, հարակից գյուղերը, քաղաքները, հա, Ստեփանակերտը մանավանդ։ Հետո ես լսել էի, որ ինչ որ բանը մեր այն ժամանակ ինստիտուտ էր էլի, ինչ որ մի հատ 1000 տեղանոց բան պիտի, չգիտեմ էլի, ադրբեջանական ֆակուլտետներ պիտի բացվեր բան։ Ոչմ այդ բաներից սկսվեց էլի։
Այդ պատմությունը մենք նախորդի վելի հյուր եմ ունեցել, հենց այդ հյուրն էր պատմում նրա մասին, որ 5 կարևոր ինչ որ նաև կենտրոններ պետք է ուսումնական հաստատություններ տարբեր պետք է բացվեր եւ դա նշանակում էր, որ ադրբեջանցիներով ավելի սկսելու են բնակեցնել Ստեփանակերտը։ Լավ, իսկ ինչ առիթ եղավ, որ Ղարաբաղյան շարժումը սկսեց ավելի թափ առնել։ Ես մի քիչ ուզում եմ Ղարաբաղյան շարժման մասին խոսենք, ինչու, որովհետև անցյալ տարի էր, որ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ պետք է Ղարաբաղյան շարժումը այլևս չլինի, դրա մասին ընդհանրապես մարդիկ պետք է չհիշեն եւ ավելին նա ասաց, եթե Հայաստանի քաղաքացիները իրենք համաձայն չլինեն այն արձանագրման հետ, ինչը որ ինքը այդ հայտարարում է, ինքը այլևս Հայաստանի Հանրապետության վարչապետ չի լինի։ Հիմա ինչ են ուզում անել, հենց Ղարաբաղյան շարժումը ինքը մեծ թափ տվեց այդ միացման գաղափարին, միացման ծրագրին։ Դուք կպատմեք ավելի ինչ մանրամասներ կպատմեք, որ մեզ դիտողներն էլ իմանան, որովհետև մենք դրա մասին պետք է խոսենք, եթե չխոսենք, դա պարզապես կմոռացվի։ Դե ամեն բան պիտի հիմքից։ Մենք լսել էինք, որ ռուսական պրոպագանդան դե KGB-ի պրոպագանդան էլի չէր թողում, որ Արցախում ուսումնասիրեին մեր օրինակ հերոսների ինչա Սյունիքի փրկությունը կամ Սադարապետի ճակատամարտը ոչ մի գրքերում գրած չկար էլի այդ բաները։ Մենք այդ սովետական պատմություն, բան չգիտեմ, կարոջ, հա, եւ կա Բյուզանդիայի Հայաստանը 300 տարի պատերազմել է Բյուզանդիայի հետ բանես, ոնց որ ուրեմն դա մեր համար բան էր էլի, միշտ ոնց ասենք, մտածում ենք, կար այդ բանը թե չկար։ Չգիտենք, որովհետեւ Արցախն էր ճնշված էր, կտրված էր էլի Մայր Հայաստանից։ Շատ էր ճնշվում դեղ, շատ էր բանը դատավարությունները, մանավանդ հայ, թուրքի բաները զգացվում, ոչ թե զգացվում էր, ահագին մարդիկ դատվեցին, դե գիտենք 67 թվին այդ բանը որ եղավ, այդ երեխու երևի լսել եք էլի դրա մասին, մեծ ահագին մարդիկ դատվեցին, ահագին մարդիկ արտաքսվեցին, հա, մեր առաջնորդը Արգադի Մանուչարովը, Ոբշեմ, չեմ ուզում մնացածների անունը տամ, հա, եթե չեմ սխալվում, Վազգեն Բովյաններ էր, ոչ մեր մտավորականներ էլի, ու էդի գիտեինք, բայց որ չենք տեսել, սկսեցինք տեսնելը այդ 88 թվին, էլի։ Ես կարդացել եմ Մուսավերան 40 օրը, ինչ որ կարդացել եմ 2 անգամ, ու նույն այդ բաները կրկնվել է։ Մենք տեսանք էլի դավաճանությունները այդ բանը։ Ինչից սկսվեց։ Հա, այդ Նիկոլը որ ասում է, դա Նիկոլը շատ փոքր է, շատ փոքր է էլի։ Դե չեմ ուզում խորանամ, ես չեմ ուզում դրա մասին խոսամ էլի։ Այդ ազնվորության մասին չեմ ուզում խոսամ, որովհետև ինքը այդ բանը չունի էլի, արժեքը չունի, որ իր մասին խոսա։ Բայց այդ ռուսական ազդեցությունը մանավանդ այդ բաների, որ թուրքացնեն, դա զգացվում էր էլի։ Այսինքն դուք կարծում եք, որ հենց ռուսներն էին նպաստում սովետական բանը, դե հետ են գնում իսկականից, որ այդ բանը, այդ կայսրությունը աշխատել է միշտ, դե հենց նես չէին ասում, Արմենիա без արմեն։ Այդ կայսրությունը, այդ թուրք ռուսական այդ համաձայնագիրները, որ այդ բաները անում, ինչա, իրանց հետ այդ պայմանագիրներ են միշտ եղել է այս ազգի դեմ, էլի, հայ ազգի դեմ։ Գիտենք, որ ժողովուրդը ուզում էր միացում, հա? Դա միացում էին ուզում, բայց կար
Նոր ծրագիր ո՞նց է լինելու, օրինակ ինչ կերպ է լինելու, Հայաստանի հետ այդ միացումը ինչ կերպ է լինելու։ Դե մենք կերպը պայքարով, արդար պայքարով, ես մի քանի էպիզոդ բան անեմ, ասում եմ, ես ասեցի, չէ որ հիմքից պիտի, ես սիրում եմ հիմքից, էլի ինչ որ ժողովրդի բանը Արցախի մեջ, արցախցիների մեջ բաները սկսվեց, որ ստեղծեցին Ամարաս բարեգործական ընկերություն, ոնց որ ասած փողոքցեցի մեջը։ Այդ բարեգործական ընկերության մի մասը կարելի ասած ռուսական ԿԳԲ-ի աշխատակիցներ է դառան, էլի։ Այդտեղից սկսվեց, հետո մենք չենք հաղթել։ 92 թվականից, ասիկս կարելի ասած 91 թվականից մոտորապես 20 մեր հերոսներից զոհվեցին Մարտակերտի պաշտպանական շրջանում, Մարտակերտի ուղղությամբ։ Դե չեմ ասում, ուրիշ բան անը, ինչ է, ուրիշ պաշտպանական շրջաններում։ Տան մեջ խփեցին իմ ինգերոջս, ավակ ինգերոջս Աղայան Սամվել Աղայանին, մեր հարգելի Յուրի Հակոբյանին, Վան գյուղի գումարտակի հրամանատարին, էլի իրան տան մեջ, մեր հարգելի Լեոնիդ Ազգադյանին, դե հասկանում ենք ինչ է կատարել, այդ պարտությունը մեր դերից սկսեց։ Ինչ կատարվեց, ովքեր այդ մարդկանց ում մասի, ում անունները որ դուք նշեցիք, ովքեր սպանեցին իրենց։ Հայերը, ում հրամանով, իրանց պետք չէ ես ազգով ժողանար։ Այսինքն մենք մեր ներքին թշնամին մեզ թիկունքից անդադ խփում էր, չնայած որ մենք մեր ձեռով, մեր ազգի դավաճանների ձեռով։ Այդ հիմիկերա չէ տենց, այդ որ ասում եք Նիկոլոխի բան արեց։ Մեծ հորուսու չեկա, որ ասես ես ստորագրում եմ, որ Խարվաճարը կամ հրամայեց կամ չգիտեմ, գլխին տվին, ստորագրեց, ձեռից բռնեն այն մի հատ կինո կա, ստորագրել էր թե չէ, որ սահման անցնում է։ Կարոտ կինո բանն է, չէ, ֆիլմը։ Այդ պարտությունը մեր սկսվեց 92 թվականից։ Ու դե վերջում սաղ պարզ դառավ այդ ինչ այդ անկախությունը ուր բերեց էլի, ինչի համար էր։ Ռուսաստանը միշտ իրանց պետք էր, որ բանակը մտցնեին Արցախ։ Դե հետո մեր տարածաշրջանում ինչի համար էս 5 պետությունը, որ օֆիցիալ հայտարարում են, որ մենք մասնակցել ենք 44 օրյա պատերազմի մասն է խոսքը։ Հիմա վերջում տեսանք, որ Պարսկաստանի համար այդ մեծ աշխարհագրական բանը այդ խաղը գնաց։ Այսինքն դուք կարծում եք աշխարհաքաղաքական մեծ խաղի զոհ դարձավ Արցախի հայաթափումը։ Անպայման։ Դե այս կալաբարատներն են մեջը, իրանց համար խնդրեմ չկա, բայց եթե մենք պաշտպանենք 20 թվականին մենք չենք պարտվել։ Մեզ հետ քաշեցին, կապ չկար։ Օրինակ Մարտակերտ արդեն Մարտակերտի բանում ուղղությամբ թուրքերը պարտվել են, ջախջախվել էին։ Դուք եւ ներողություն, որ ընդհատում եմ, եւ Արցախյան առաջին պատերազմում եք մասնակցել եւ 44 օրյա պատերազմում։ Եվ դուք ասում եք, որ Մարտակերտում թուրքերը ջախջախվել էին, հա։ Այո։ Ահա, եւ ուղղությունը փոխեցին, իրանց պետք է այս ուղղությունը, էլի։ Որ ուղղությունը։ Ջաբրայելի, իրանց պետք էր որ գային Շուշի նստեին, այդ Ջաբրայել Կուբատլու բանաներ, ազատվեր Պարսկաստանի հետ, որ ազատ արդեն բանան էին, էլի խփել։ Այսինքն Արցախը դառնում էր պլացդարմ հետագայում Պարսկաստանի դեմ գործողություններ անելու պատճառով։ Այո, Ալիևը իր հարցը լուծում է, ռուսը իր բանակը կողում է Արցախ,
ոչ թե պաշտպանելու համար, այլ ոչմ տարածաշրջանը հսկելու համար, էլի։ Հա։ Իսրայելը մտնում է իր բանը, դե պատահական չի, որ մենք տեղափոխվեցինք այդ էթնիկ զուտումը, որ կատարվեց, տեղափոխվեցինք Երևան, մի քանի օրից սկսվեց բանը Հազայի պատերազմը։ Այո, հոկտեմբերի 7-ին։ Այո։ Քանի օր է հոկտեմբերի, մենք էլ սեպտեմբերի։ Օրերի ընդամենը Հազան բանը ավարտվեց, հետո Լիբանանում սկսվեց։ Մեն բաների պայթուցիկները բանայից մեկ։ Հետո սկսվեց Պարսկաստանը։ Լավ, տեսեք, պարոն Հայրումյան, մենք իհարկե դուք ինչպես ասում եք, շատերն են ասում, քաղաքագետները, տարբեր մարդիկ են խոսում դրա մասին, որ Արցախի եւ 44-օրյա պատերազմը եւ Արցախի 23 թվականի հայաթափումը իհարկե մեծ աշխարհաքաղաքական խաղի ինչ որ մաս էր, որ պետք է անպայման իրականացներ։ Բայց հիմա տեսեք, մենք ունեցել ենք Ղարաբաղյան շարժում, որը այնքան բուռն էր, Երևանում ոչ միայն process-ները Արցախում էին, process-ները նաև Երևանում էին։ Ես հիշում եմ, ես փոքր էի այդ ժամանակ, բայց հիշում եմ Ազատության հրապարակը լեփ-լեցուն եւ մարդիկ օրերով չէին լքում Ազատության հրապարակը եւ պահանջում էին, կար պահանջ նաև Երևանից, որ այո, պետք է անպայման միացումը լիներ։ Լավ, դուք ինչ եք մտածում։ Ինչն էր պատճառը, միայն դավաճաններն էին։ Լավ, իշխանության մեջ կային դավաճաններ, բայց ժողովրդի հետ ինչ կատարվեց, որ ժողովուրդը հիմա եկել ենք հասել ենք այն օրերին, որ ինչ ուզում այսպես ասած անում են իշխանության ներկայացուցիչները։ Ժողովուրդը դա ոնց ասենք, մենք պայքարել ենք դրանց դեմ։ Ինչքան կառավարություն եղել է Արցախում, դրանց դեմ պայքարել ենք։ Հետի մի հատ բռնապետություն ա եղել, չեմ ասում, Հայաստանը ա եղել ավելի, բայց Արցախի այդ բանը բռնապետությունը, այդ դիկտատուրան, ես չեմ իմանում ոչ մի աշխարհում տենց էդի հենց այդ լեգենդներ են բանանում Արցախը մեր ազատ, չգիտեմ անկախ ընտրություններ, բռնապետություն ա եղել։ Ճնշում էր գործադրվում ժողովրդի վրա, հաղթանակած ժողովրդին տնկաչով կանգնացրել են։ Ինչի արժև էին կանգնել, ինչ ընտրության արժև էին կանգնացրել։ Ինչ ընտրության, մեկը հացի փողի, մեկը բացի, մեկը պաշտոնի, ծախվում էին։ Երբ 23 թվականին այդ շրջափակման ժամանակ սա երևում էր։ Մենք տեսնում ենք, ոչ մի պաշտոնյա հացի հերթում չկար։ Իրանց հացը, իրանց ամեն ինչը գալիս էր։ Այսինքն իրենք Արցախում էին, ճիշտ է, շրջափակում էր ընդհանուր Արցախում, բայց այդ մարդիկ հացի խնդիր չունեին։ Այսինքն իրենց ապահովել էին, հա։ Իրանց ապահովում էին, ծախված էին, ահագին մարդիկ ծախված էին։ Ու մենք տեսնում ենք, դե պատկերացնենք հացի հերթում, դե կենտրոնացրել էին, մի հատ հացի փուր էր մնացել։ Կենտրոնացրել էին, այդ Արայիկ Հարությունյանը ինչ էր ասում, ասում է ալյուրի խնդիր չունենք։ Եվ իսկական ինչ չունենք։ Ասում էին տրանսպորտի խնդիր չունենք, վառելիք ունենք։ Չէ, ասում էին չկա վառելիք, բայց կար վառելիք։ Հետո տեսանք այդ պայթուցիկները, բանը, այդ բենզինի պայթումը, հա, ունենք։ Արհեստական ստեղծում են, հա, կենտրոնացրել էին մի հատ հացի փռի, ամբողջ Ստեփանակերտը սնվում էր այդ հացի փուռով, որ կար օրինակ 100 փուռ էլի, ամեն թաղամասում իր 2-3 հատ փուռը կար, հացի խնդիր չկար։ Մանավանդ գումարած գործարանը, հացի գործարանը մեծ։ Էսի ես մի օր հայտարարեցի, դες մի 1000 հոգի էլի մարդկար կանած, ես էի հերթում գիշերը։ Ինքնուրույն էին անում, որ գիշերը հավաքվեին, էլի։ Սես հացը թխվում է, ասում է, էսի խաղապահներին ա գնում, էլի։ Ու մարդիկ տեսնում էին, որ հացը կա, բայց իրանցի չի, էլի։ Մի հատ հացը, երկու հատ հացը, ես սպասում են բանը ամբողջ գիշեր կանգնած դե։ Ասում եմ ժողովուրդ, ես կյանքում տես բան չեմ արել, բայց սես մի հատ բարձր դեր կանգնան, ասում ժողովուրդ, այս հարցը կարանք 5 րոպեում լուծենք։
Գնում ենք Արայիկ Հարությունյանի հետ վզկապից բռնում ենք, բերում ենք, իջեցնում ենք այդ շենքից։ Ու 5 րոպեից ես պատասխան եմ տալիս, այդ հարցը լուծվում է։ Լսում են, բայց ոչ մեկը ոչ մի արձագանք։ Նես վախ էի մտցրել բանին։ Հետո այդ դրան ինչ որ պահեսներում բրինձ կար։ Բրինձ։ Դաժե ասեմ, էլի մի 2 կիլոյի ես է վերցրել։ Խանութներում ուրիշ բան չկար։ Մենակ բրինձն էր, Արայիկի բրինձն էր ծախվում։ Որ 3 անգամ լվում են, գինս 3 անգամ լված, այդ հոտը չի անցնում, էլի այդ համշած, չգիտեմ, ինչ հոտ այդ բանը։ Այ մեզ բերել են հասցրել այդ Աշճանին, էլի։ Բայց այդ էր ասեմ, որ վերջացնենք այդ բանամասը, իմ մեր երեխեն մեր հարազատներից մեկը մնացել էր որպես այդ փրկարարները վերջում չէ դուրս եկան ամսի 4-ին թե 5-ին պահեսները սաղլիկներ սննդով։ Բա ինչու չէին բաժանում ժողովրդին։ Իրանք Այսինքն որ ստիպված ժողովուրդը դուրս գար, հա։ Իրանք հրաման էին կատարում։ Հրամանը ո՞րն էր, որ Արցախը պետք է հայաթափվի։ Այո, ես հիշում եմ Արայիկը բանը հրաժեշտ տալուց, որ հրաժարական է տալիս, պարոն Սարգսյանի հետ կանգնած էինք, պարոն Սարգսյանը ասեց ես մի րոպեով մտնեմ տուն, դուրս գամ։ Դուրս ա գալիս, այդ բանն է թատրոններ սարքեցին էլի իրանք։ Որ հրաժարական տվեց, այս Սամվել չգիտեմ ինչի անա այդ Շահրամանյանը ինչի աղոշում, որ եկավ ստեղ հրաժար, ասում ես բան չեմ ստորագրել։ Եվլախի ստորագրության մասին եք դուք ասում, ահա։ Հա, Արայիկը իջնում է բանի այդ ազգային ժողովի ասում է ժողովուրդ գերտերությունները մեզ ծախել են։ Մնում ենք թե գնում ենք։ Ես էլ մի 20 մետր, ասենց 20-30 մետր հեռու կանած, ասում եմ, բա որ դու գնում ես, այդ աղբորուդ գերեզմանը որտե ես տանելու։ Դու ասում եմ, պղծել ես արդեն աղբորուդ գերեզմանը։ Այսինքն գլուխը կախումը ոչ մի պատասխան չի տալիս։ Ես էլ 3 անգամ կրկնում եմ, ասեմ, որտեղ ես տանելու աղբորուդ գերեզմանը, Արայիկ։ Պարոն Հայրումյան, գիտեք, ես հիմա հիշեցի մի դեպք, երբ որ 44 օրյա պատերազմը ավարտվել էր եւ Մինսկի խումբը պարզ է դեռ լուծարված չէր, Մինսկի խմբի ներկայացուցիչները եկան Երևան։ Արայիկ Հարությունյանը ինքը չեկավ հանդիպման։ Եվ հետո ինքը ասում է, որ աշխարհաքաղաքական խաղերի պատճառով ինչ որ մեզ վաճառել են կամ մի դեպք էլ հիմա հիշեցի, երբ որ մենք Երևանում ազատության հրապարակում, ես հիշում եմ մեծ հանրահավաք եղավ եւ պահանջ կար, որ պահանջեք միջազգային խաղաղապահներ։ Ինչու Արայիկ Հարությունյանը չպահանջեց այդ խաղաղապահներ։ Լավ, ժողովուրդը այդ աստիճան վախի մեջ էր, որ չընդդիմացավ։ Լավ, Արայիկ Հարությունյանը չէր պահանջում դա, բայց ժողովուրդը կոտորվում էր, հա, ինչու չկանչեցին, ինչու չպահանջեցին միջազգային խաղաղապահներ։ Գնում էր մեծ դավաճանություն։ Այն ես լսել եմ, որ դրանց հրամանատարը Արցախը կառավարում է այդ իրանց այդ ոնց են ասում այդ դերանս է չի պատկում այդ իրանց խաղապահ զորքերի հրամանատարը։ Այդ պատահական չի այդ Վիտալի Բավասանյանները բանը որ գնում են բանում Բերձորում ասում են որ տուն վառի։ Այո։ Ոչ միայն չէ, նաև Աղավնոյում կարծեմ գնացին, թե միայն Բերձորում գնացին։ Աղավնոյում ով որ տուն վառի, բանը տները վառեն, ով վառեց տունը ինքը տուն չի ստանալու, ոչ մի աջակցություն չի ստանալու։ Եվ այսօր Վիտալի Բալասանյանը Հայաստան Երևանում փողոցներում պտտվում է, թույլ տվեք ուղակի հնարավոր չի զսպել բարկությունը։ Հայկ տարածքային կառավարման նախարարը են դրել, որ քիթը ջարդել էին։ Հայկ Խանոմյանը։ Խանոմյանը քիթը ջարդել էին, այդ Բակո Սահակյանները բանը պատգամավոր էր այդ ժամանակ, հետո նկարել են, եկա ասեց սա նորմալ է, բռին իրան դրին տարածքային կառավարման նախարար, գնաց ասեց տները չվառեք, ոչմ թուրքերը գան։ Մի հատ ինձ հարազատ մարդ ունեմ, մտավ այդ
ժամանակ բաններ վարչապետ էր Արտակ Բեգլարյան հարցնում էր ասում այս հայկը հայկին ով է ուղարկել դեր ասում դա ազգային գաղտնիք է ասում խի չեք բանանում ստիպում որ հրաժարական տա ու գլուխը կախում է ծախված էին դրանք Այսինքն էլի ստացվեց ներքին թշնամին, Այո, ներսից այո, այո։ հարվածում էր եւ դավաճանում էր, կարելի ասել Արցախի ժողովրդին, ինչ ասեմ, սովամահության Այո, մատնած եւ իրենք արհեստական։ հանգիստ եւ պարոն Հայրումյան, լավ հետաքրքիր է, այդ նույն Վիտալի Բալասանյանը այսօր եկեղեցու համար ինչ որ ասում է հայ առաքելական եկեղեցու կողքին է կանգնած, լավ այդ մարդիկ սրբություն չունեն, լավ այդ մարդիկ կարող են, չգիտեմ, ինչ որ մարդկանց խաբել, ովքեր պատմությունը չգիտեն, բայց ձեզ չեն կարող խաբել, Արցախի ժողովրդին չեն կարող խաբել։ Ի վերջո Աստծուն չեն կարող խաբել։ Ինչը դրանց խղճերը դաղվել են։ Դրանց ոչ Աստված ունեն, ոչ խիղճ ունեն։ Դրանց մեջ չկա այդ բանը, չի աշխատում։ Մենք պատերազմից հետո 20 թվականի պատերազմը մենք զենքերը չենք հանձնել։ Երևի միակ ստորաբաժանումն է, որ զենք չի հանձնել։ Վիտալի Բալասանյանը ինչքան պայքարեց, որ այդ զենքերը հանձնեինք։ Ու վերջում իրաց նպատակին հասան։ Հիմա նաև մի բան է ինձ հետաքրքիր, տեսեք, Արայիկ Հարությունյանը ժողովրդին մեջքից խփեց, հիմա Արայիկ Հարությունյանը, ես իհարկե կուզեի, որ այն մարդիկ, ովքեր դատվում են Բաքվի դատարաններում Երևանում, հա, դատվեն, որովհետև դա է ճիշտը, բայց դե հիմա փաստ է, որ Բաքվի դատարանն է այդ մարդկանց դատում։ Լավ, սա Արմենը ասում է փոս փորողը իր համար է փորում։ Բայց սա չի կարող մյուսների համար գոնե դաս լինել, հասկանամ, որ այդ ներքին դավաճանությունը, այդ թշնամությունը պետքա թողնել եւ ի վերջո միասնության գալ։ Մենք չենք կարող, հիմա մեր հասարակությունը այնքան պառակտված է, մենք չենք կարողանա, իհարկե մեր այս պատուհասից պետք է ամեն կերպ ազատվել, բայց ինչ կերպ ազատվել, երբ որ կան այդ մարդիկ, ովքեր ներքին համախմբմանը, ներքին միասնությանը ամեն կերպ խոչընդոտում են։ Կգա դրա ժամանակը, ինձ թվում է ժամանակը կգա։ Կայսրությունը կքանդվի։ Ես հիշում եմ, որ դրանք Ուկրաինան հիմիկ մեր համար պայքարում է։ Ոչ թե իր համար է պայքարում, այլ մեր համար է պայքարում։ Ռուսաստանի պարտությունը դա մեր հաղթանակն է։ Այդ դավաճանները, այդ կաշառված դավաճանները հիմիկ որ այսօրվա դրությամբ այստեղ Երևաններում բան են անում, բայց կգա դրան ժամանակը, իրանք կստանան իրանց պատիժը, պատմությունը կասի իր խոսքը։ Բայց պարոն Հայրումյան, տեսեք, իհարկե բոլոր իրական հայերը սպասում են այդ կայսրության փլուզմանը, բայց զուգահեռ նաև Հայաստանը Նիկոլը դեպի թրքացում է տանում։ Դրա հետ ոնց ենք անելու։ Չի կարող Նիկոլը թրքացում տանի, Նիկոլը շատ փոքր է։ Բայց դուք տեսաք, հիմա տեսեք Ալիևը ասում էր, որ ես ոտքով մտնելու եմ Երևան, չէ՞։ Հիմա օրեր առաջ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ոտքով, կիրանցով եկան Երևան, դա խորհրդանշական է։ Մեզ պայքար է պետք, պիտի պայքարենք։ Ոնց պայքարենք, այ հիմա օրինակ դուք անցել եք Ղարաբաղյան շարժում, պայքարել եք, առաջին Արցախյան պատերազմ, միևնույն է, չեք կոտրվել, հավատարիմ եք մնացել, մեկ ազգ, մեկ պետություն գաղափարին, դուք մտածում եք, որ անպայման պետք է միացում լինի, հնարավոր չի, մենք հասնենք արդյունքի, եթե այսպիսի մեզ Ղարաբաղցի, Երևանցի, չգիտեմ, այս բաժանումը լինի։ Լավ, դուք ոնց եք պատկերացնում պայքարը։ Հիմա էլ գիտենք, որ Արցախի այդ ինչ որ չափ, հա, կառավարության պետնախարար, չգիտեմ, մի ձև արդեն զավեշտալի է, հա, այս վիճակում ինչ որ պետնախարար նշանակել, ինչ որ Արցախի պատգամավորների ինչ որ թեկնածուներ կամ ընտրություններ։
հայ ազգի միշտ փրկել է պատերազմը։ Ոնց եք մտածում, պատերազմը ավարտացա մեր։ Այդ պատերազմի ժամանակ ազգը իմունիտետը ձեր բերում ու հաղթում է, ու հայ ազգը եթե պայքարում է, ինքը հաղթում է։ 20 թվականին մենք չենք պարտվել։ Մեզ արհեստական, ես եղել եմ Խորադիզի բանում, որ ճակատագրական էր։ Այդ օպերացիայի մասնակցել եմ, որ 7 գումբ պիտի մեր հետևից մտնել։ Մենք վերցնում ենք, մենք մտնում ենք Թուրքի սրտի մեջ։ Դե Սերյան Օհանյան իր տղաներ բաններ, չէ, գնդի հրամանատար։ Կան բանա այդ ծորի, որ ասում են, էլի կենտրոնական պաշտպանական այդ բանը։ Գեներալները ծախված էին։ Հրամանները երևի ստանում էին ուղիղ Երևանից, ու ես չեմ ասում սակ գեներալները, բայց կան շատ, ու ահագին զգացվեց էդի, որովհետև որ մենք մտանք, մեզ ուղարկեցին, իսկականից դեղ պիտի այդ պատերազմի ճակատագիրը լուծվեր այդ բանում, էլի Խորադիզի օպերացիան։ Սամվել Բաբայանը, որ այդ քարտեզով ցույց է տալիս, ես դեղ եմ եղել, էլի այդ օպերացիա ես մասնակցել եմ։ Թուրքերը արդեն ճնշված էին դեղ։ Այդտեղից ու մենք որ հետ էին գալիս, արդեն մեզ դեղ տվին 4 զոհ, 17 վիրավորներին հանեցին, կներեք, բայց զոհերին չկարողացանք անել, որովհետև ահագին մոտ 10 կիլոմետր ոտով ջամփ ա եկել, հետո շրջափակման մեջ էինք մենք արդեն։ Դուրս եկանք մի կերպ, ուրեմն մի հատ գումբ չեմ անում, որ գումբներ իր սա ինչ կար, իր բանանում ինչը արսենալով թողել են առանց մի հատ կրակոցի, իրանց վրա մի փամփուշտ չեն կրակել։ Մենք եկանք, տեսանք այս սա այդ արսենալը մնաց բանարած ու ով այդ տովել այդ հրամանը։ Թողվեց Թուրքին ու դուրս եկան։ Առանց մի հատ կրակոցի։ Պարոն Հայրումյան, տեսեք դուք կներեք, ես մի հատ Կարեն Արուստամյան կար, դիվիզիայի հրամանատարը, 30 կիլոմետր ֆրոնտ, ես ասում եմ, դու ստե ինչ ես անում, դիվիզիայի հրամանատար, ես հարց եմ տալիս, էլի, քո դիվիզիան ներքևում է, ու փախա մոտից։ Էդի ես որ ասում եմ, ես չգիտեմ, Աստված է բերում դրանց դեմս կանգնեցնում, որ ես տեսնեմ այդ բաները, էլի, չեմ անում։ Պարոն Հայրումյան, դուք ձեր խոսքում մի հետաքրքիր բան ասացիք, որ պատերազմը, միայն պատերազմը կօգնի մեզ, որ մենք դուրս գանք այս վիճակից։ Դուք կարծում եք, որ մեր ժողովուրդը այնպիսի բարոյահոգեբանական վիճակում է, որ պատրաստ է գնալ պատերազմի, ես սա ինչու եմ ասում, տեսեք, քարոզչությունը Նիկոլի ամեն կերպ աշխատում է մարդկանց համոզելու, որ իբրև խաղաղությունը եկել է, խաղաղությունը բերել ենք, տեսեք զոհեր չկան սահմանին, քարոզչությունը շատ ակտիվ է, բայց դուք հակադարձում եք դրան, ասում եք, մեզ պատերազմ է պետք, հա, իրենք էլ քարոզում են, որ չէ, մենք պետք է մեր խաղաղություն լինի եւ մեր դարավոր այդ թշնամու հետ այլևս էլ չի լինելու, սենց բացելու ենք սահմանները, գնալու ենք, գալու ենք, առևտուր ենք անելու, չգիտեմ, այնտեղ հայերն են գնալու, թուրքերն են գալու։ Նիկոլը եղել է լրագրող, բողոքական, չգիտեմ ինչ որ մի բան, էլի։ Դե ոնց մարդկանց ոնց է խափում, պատմություն չի կարդացել, թե չի իմանում, թե ապուշա չի հասկանում, ոնց հասկանաս, էլի դրան, ես դրա համար դրա ասածները, ելույթները չեմ լսում, էլի, որովհետև ես սպասում եմ այն ժամանակ, այն ժամանակահատվածին, որ այս ազգը ոտի կկանգնի,
Դուք մտածում եք, որ մեր ժողովրդը ամբողջությամբ իր իմունիտետը չի կորցրել, հա? Չէ։ Հա, այդպես եք մտածում։ Անպայման։ Չնայած նրան, որ այդքան խաղաղություն են քարոզում, միևնույն է մեր ժողովուրդը պատրաստ է բարոյահոգեբանական այն վիճակին է, որ պատերազմ լինի, նորից կգնա։ Մինչև 20 թիվը ավելի վատ վիճակում են, քան հիմա։ Ոչ մեկը, բայց ազգը ոտի կանգնեց։ Էլի կանգնեց։ Եթե չլիներ այս դավաճանությունը, քանի պետություն ուզում է մեր վրա հարձակվել, մենք հաղթելու էինք։ Մենք հաղթած էինք։ Դե պատահական չի, որ ասում 20,000-ից ավել զոհ էին տվել։ Մեր զոհերն մեր դավաճանների պատճառով էր, որ այդ հակաօդային պաշտպանության այդ ռեբը, որ անջատեցին, նախորդ որ ռեբի այդ ստորաբաժանումը վերացրին, այդ Ջաբրայելի ուղղությամբ։ Այդ բայրակտարները արդեն չէր աշխատում, ձեռեր չէր տալիս իրանց, որ այդ բայրակտարները խփեն։ Որովհետև արդեն մենք սովորել ենք ոնց պիտի անենք, որ այդ բաները չթիրախավորվեք։ Հա, չթիրախավորվեք։ Արդեն ձեր չէր աշխատում։ Բայց նենց են կազմակերպել, որ մենք չկարողանանք ոչ կապը լինի։ Դե պատերազմի գլխավոր բանը կապն է։ Մեր ռացիաները մենք բերել էինք տվել Ռուսաստանից։ Ասում են ռացիա չկա։ Մենք խոհադից օպերացիան, որը մեզ ուղարկեցին, դա ստրատեգիական օպերացիա էր, էլի։ Ասում ենք տվեք մի հատ բանը, գրանատամբակ, ասում են չկա։ Բայց մի քանի օրից որ խփեցին Հայկազովի այդ պահեստները, ասում ասա գրանատոմատները բարվեցին։ Իրանք նենց են նախատեսել, որ քեզ ուղարկում են, այս իրանք հաշվարկում են, ինչա պետք, որ ինչքան կարաս վնաստաս կամ չբանա։ Մենք չենք պարտվել։ Այդ բանը քարվաճարը, ինչա Բերձորը հանձնելը, դա դավաճանություն է, հասկանում ես, սա մենք գիտեինք։ Եթե մենք հանձնեինք Ստեփանակերտներ, մենք քարվաճարը իրանց ոչ Բերձորը, ոչ քարվաճարը մեզանից չէին կարող վերցնել։ Իրանք ինչ էին վերցրել։ Բանը Աղդամի շրջանը մենք տիրապետում էինք 100%-ով։ Մարտակերտը համարյա 100% մի գյուղ էին վերցրել։ Քարվաճարը 100%-ով մեր ձեռներ, նույնպես Բերձորը։ Ոնց պիտի կռվեին թուրքերը։ Դե 35,000 շրջափակման մեջ, մեր բանակը 35,000 էր, Արցախի բանակը։ Դա կամ պիտի լինես ապուշ, կամ դավաճան, երկուսից մեկը։ Այդ Նիկոլը որ ասում էր 35,000 մարդ են փրկել շրջափակման։ 25,000 էր։ 25,000 էր ասում։ Դա բանակի մեր Արցախի բանակի 80%-ը էլի։ Փրկեցի։ Հա, ուրեմն որ պատերազմը միջև սկսելը մենք շրջափակման մեջ էինք արդեն։ 80%-ը արդեն շրջափակման մեջ է, էլի։ Դե հասկանալի է, դա ոնց են ասում, հիվանդ կամ չգիտեմ այդ բաները, այդ աղքատ մարդկանց համար է, էլի այդ հոց բաները։ Այդ իր բաները։ Ինֆորմացիայից միգուցե զուրկ կամ լավ, չգիտեմ, համենայն դեպս սա է մեր ժողովուրդը։ Պարոն Մեր Հայրումյան, կներեք մի բաներ ասեմ, Արմինե ջան, այդ մեր երկիրը քաղաքականացված չէ, էլի, շատ հեռու են քաղաքական։ Երկիրը պիտի իմանա ինչա կատարվում։ քաղաքացին պետք է իր իրավունքները դե դատարան, մեզ դատարան ունենք, չգիտեմ թե չէ, հիմիկ աշխատում է։ Արցախում չէր աշխատում, դա 100%։ Աշխատում էր մի քանի հոգու համար։ Դե բռնապետություն էր, իսկական այդ բռնապետություն էր, էլի։ Ոնց որ հիմիկը Ռուսաստանում է։ Լավ, ավարտելով մեր արդեն հաղորդումը, մոտ մի քանի ամիսներից մոտ է արդեն ժամանակը Հայաստանում ընտրություններ է լինելու։ Ինչ է կարծում, ժողովուրդը նորից գնալու է Փաշինյան ընտրի։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Ինչու եք հնարավոր համարում։ Ժողովրդին այնց է, որ ժողովուրդը փող են աշխատում իմիք։
Փաշինյանը իրանց ինչի համար է ձեռ տալիս։ Սերժիկները, Ռոբիկները, Լևոնները չեն թողել բան անեն, էլի։ Հիմիկ ազատության մեջ են։ Չեն թողնի ինչ լինի։ Դե հենց նես չեն ասել 50 սաշիկ մաշիկ։ Մեկը եկավ, մեկը գնա։ Այսինքն կարծում եք նորից համագործակցություն կա Փաշինյանի հետ։ Անպայման։ Դե ով է դատվել։ Այս պատերազմից հետո ով է դատվել։ Ում են դատել։ Այն Անդրանիկ Քոչարյանը ասում է, ես սաղ կբացահայտեմ, ի՞նչ է բացահայտել։ Քանի տարի է արդեն գնում է այդ բանը։ Այդ ազգային 44-օրյա պատերազմի հանձնաժողովի նախագահ։ Հոկտեմբերի 27-ը բաց բան են արել։ Չէ, դե ասում է, սա կբացահայտենք, սա իմանանք, ովքեր են դավաճանները, ինչ են արել։ Այդքան։ Այսինքն դուք կարծում եք, որ Փաշինյանը կընտրվի եւ հնարավոր է, բայց դա մի օրում Մադուրան ոնց էր այդ բանը Վենեսուելան կա։ Մադուրոն, ահա։ Եկան տեղաշորի, ես միշտ տենց եմ ասում, իրան կնգան վերցին տարա։ Նույն բանը կրկնվելու է, դիկտատորներ են գնում են միանգամից։ Ալիևը, որ իման թոչիմանա, որ ինքը մի օրում է փլվելու է դիսախ։ Ամբողջը փլվում է մի օրում, դիկտատորները։ Բայց կուզեմ, որ լավ բանով, այսպես ասած, տրամադրությամբ կամ մտայնությամբ մենք կգա պահ, որ կլինի այնպիսի վիճակ, որ իրոք միաբանություն կլինի մեր մեջ։ Եվ նաև ասեմ, հիմա ինչ որտեղ, չգիտեմ, բախտներ, թե ինչներ, արցախցիները այստեղ են եւ այս խմորումնել է, հա, գնում, որ արցախցին տեսնում է մենք տարբեր երկու ազգ չենք, մենք ազգ ենք։ Ես միշտ դեմ եմ, Արմինե ջան, ես մի բաներ ասեմ, որ ազգային ժողովրդական բևեռը գալիս էր բանը ավտոշարասյունով դեպի Արցախ, այն որ մեկը կարե, որ ասում է ռեյդային այնչա։ Այո, ռեյդային։ Այ դրանք իրավունք չունեն, որ են փայտիկներ բան վերցրել են, եկել են, ջարդել են։ Այ դրանք իրավունք չունեն ստես Հայաստան այս հողը կողելի։ Այ խնդրում եմ ես, այդ նկարահանումները պահեք, ով որ մասնակցել է, դրանք հավասար են այն իրանց տված այն մարդուն, որ հրամանատվել այդ գործողությունը անեին։ Այ պարակտումը, ազգի պարակտումը տեղից է գնում։ Այդ հիմիկ որ ասում եք Բակո Սահակյանն ընդեղ նստած է, այստեղ դատեինք, ինչ իմանաս։ Դե ստե մենք չենք կարա այդ բանը անենք, ինչ որ թուրքն անում։